Գիտեք ինչ շատ են հարցնում, բա թմրամոլը չի ուզում փոխվի, չի ուզում գա ծառայությունների, չի ուզում թողի այդ ամեն թմրադեղերը, ինչ անենք։ Սիրելի ծնողներ, սիրելի հարազատներ, դրա համար առաջի բանը, որ ես խորհուրդ եմ տալիս ձեզ ու խորհուրդ եմ տալի ընդհանրապես հարազատներին, բարեկամներին, սա է, որ դուք պետքա սկսեք ապաշխարել, դուք պետքա սկսեք հավատալ, դուք պետքա սկսեք վերջ-վերջո բռնել Աստծո փեշերից, ասենց ասած, ոտքերից, խնդրել ձեր թմրամոլի, ձեր հանցագործի, ձեր կախվածություն ունեցողի փրկության համար։ Գիտես, դու այսօր սթափ ես, դու այսօր կարող ես հասկանալ, որ Աստված կարա փրկի քո զավակին։ Եթե դու քայլ չանես աղոթքով, բարեխոսելով, աղաղակելով Տիրոջը, որպեսզի ազատ արձակի այդ դևերից, այդ գերությունից, քո թմրամոլին, քո ալկոհոլիկին կամ քո հանցագործին, ապա ով պետք է աղոթի իր համար, ապա ով պետք է պայքարի։ Սիրելիս խորհուրդ սա, որ հենց դու հարազատ միաբանվիր մեր աղոթներին, ամեն երեքշաբթի մենք հավաքվում ենք Գլենդելում եւ աղոթք ենք բարձրացնում երեկոյան ժամը 7-ին։ Եթե ուզում ես ու քո զավակը, քո բարեկամը, հարազատը, եթե թմրադեղերի գերության կախվածության մեջ է, դեռ ինքը չի ուզում քայլանի, դու քայլարա ու դու կտեսնես հրաշքը։ Ես ունեմ օգնականներ, որոնք երկար տարիներ չեն ուզեցել կան, իրան մայրերն են աղոթել, հետո իրանք եկել են, դարձել են, ապաշխարել են, դարձել են Քրիստոսինը, հիմա են լավ ծառայողներ են։ Աստված օրհնի քեզ, քայլ արա Հիսուսի անունով։ Դու կարող ես աղոթել եւ երկինքը բացվի քո կախվածություն ունեցողի մեղավորի համար։ Քայլ արա եւ կտեսնես այդ հրաշքը։ Աստված օրհնի քեզ։